Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Իհարկե, ես ամեն օր պատրաստվում եմ դասական Եվրատեսիլի ելույթին, բայց ես Մոսկվայում դպրոցում ունեմ դասեր ու քննություններ։ Ու հենց հիմա ես դաս ունեմ, դրա համար գնացինք։ Առանձնացրու։ Մենք շատ ուրախ ենք, որ Էլենը մասնակցելու է դասական Եվրատեսիլին, շատ ուրախ ենք, որ ներկայացնելու է Հայաստանը։ Պատասխանատվությունը ավելի բարձր է, քանի որ դու ներկայացնում ես ոչ միայն քեզ, այլ նաև երկիրը, բայց այն փաստը, որ մրցույթը անցկացվելու հայրենիքում, դա շատ ոգեշնչող փաստ է, եւ կարծում եմ Էլենին կօգնի շատ արժանի ելույթ ունենալ։ Իսկ կարող ես այդ ինտերվալների մեջ մի քիչ ավելի պաուզա անես, առաջինի մեջ էլ շունչ չվերցնես, բայց պաուզաներով պամ։ Հիմա ես նստած եմ իմ հարազատ դպրոցի համերգային դահլիճում, որտեղ ես սկսել եմ իմ ֆլեյտայի ճանապարհը։ Երբ Էլենը փոքր էր, ես իրան բերում էի իմ հետ իմ աշխատավայրը, ու ինքը տեսնում էր, թե ինչպես են անցնում դասընթացները, ոնց է կապը ստեղծվում դասախոսի եւ աշակերտի մեջ, ինչպիսի հեղինակություն է ուսուցիչը աշակերտի համար, ու այդ մոդելը իր մեջ մանկուց մտած, թույլ տվեց հետագայում ճիշտ կառուցել հարաբերությունները։ Հենց ամենասկզբից, հենց ես նոր սկսեցի ֆլեյտա նվագել, զբաղվել երաժշտությամբ, ես տալիս էի ստեղ համերգներ ու ամենաառաջին համերգներից եղել է համերգը, որը ես նվագում էի իմ մամայի ու պապայի հետ, այդ ոնց որ սենց մեր ընտանիքի համերգներ ու երբ ես մի քանի օր առաջ տեսա YouTube-ում, ես շատ ուրախացա ու շատ հաճելի էր տեսնել մեզ երեքով։ Իդեպ իմ մաման այս դպրոցում էր սովորում ու հիմա ինքը աշխատում է այստեղ ու ինքը իմ ֆլեյտայի ուսուցիչն է։ Ու ես միակ երեխան չեմ, որի մաման կամ էլ պապան մեր դպրոցի դասատուն են ու մոտ իրանք սովորում են։ Ապրես։ Ուչուս տուր դաշնամորի։ Բաբամ, բաբիմ։ Բոլորը հարց են տալիս, արդյոք դժվար չէ պարապել սեփական երեխայի հետ։ Ես գտնում եմ, որ գլոբալ ինչ-որ խնդիր չկա, կան իհարկե նյուանսներ։ Դժվարությունը կայանում է նրանում, որ քո երեխայից դու շատ ակնկալիքներ ունես, սպասումները ավելի շատ են, իսկ համբերությունը ավելի քիչ։ Դա է դժվարությունը։ Իսկ դրական կողմը նա է, որ չկա պատնեշներ էմոցիոնալ եւ ավելի ազատ մթնոլորտում են անցնում մեր դասընթացները։ Ես կարծում եմ մամաս մի քիչ ոնց որ ինձնից շատ է սպասում ու դրա համար ինքը կարող է իմ հետ ավելի խիստ լինի ու ես ամեն ինչ անում եմ, պարապում եմ ու իր բոլոր ասածները անում եմ, որ իր սպասելիքները արդարացնեմ։
Չնայած որ Էլենը իր 15 տարեկան հասակի համար մեծ հաջողությունների է հասել, շատ հասուն երաժիշտ է եւ ունի բազմաթիվ հաջողություններ միջազգային մրցույթներում եւ շատ գովասանքի խոսքեր է լսում հռչակավոր ֆլեյտարների կողմից։ Նա կյանքում շատ համեստ անձնավորություն է։ Միգուցե դա բնավորության գիծ է, բայց մյուս կողմից նրա սահմանած մասնագիտական սանդղակը այնքան բարձր է, որ ցույց չի տալիս, որ դու մտածես, որ ամեն ինչին հասել ես։ Կա վստահություն, բայց չկա մեծամտություն։ Իսկ հիմա ես ուզում եմ պատմել իմ պապիկի մասին, որը ջութակի վարպետ է ու շատ մեծ դեր ունի իմ կյանքում։ Երբ որ ընդունվեցի Պոլիտեխնիկական ինստիտուտ, այնտեղ կար կամերային նվագախումբ։ 12 տարի ես այնտեղ նվագել եմ։ Ես երիտասարդ ժամանակ մինչև նույնիսկ ընդունվելը սիրում էի փայտի վրա աշխատել։ Իմ հայրս էլ էր դրանով զբաղվում, ես էլ այդ սերը ունեցա, բայց քանի որ ջութակի է նվագում, մի պահ ինձ մոտ ցանկություն եղավ, որ այդ իմ ընդունակությունները կիրառեմ ջութակի պատրաստման գործում։ Ես շատ սիրում եմ հետևել, ինչպես է պապիկս սարքում ջութակ։ Իմ առաջի ջութակը, որ պատրաստեցի, տևեց լրիվ 1 տարի։ Ու մինչև 2022 թիվը ես աշխատում եմ Ներսիների անվան 7-ամյակ դպրոցում որպես ջութակի վարպետ։ Մանկուց պապիկի ու տատիկի տունը իմ համար եղել է իմ ամենասիրած վայրերի մեկը, որտեղ ես իրանց հետ ժամանակ եմ անցկացնում, խաղում էի։ Երբ որ փոքր էր գալիս էին մեր տուն ընտանիքով, աշխատում էինք ինչ-որ բանով հետ զբաղվել, սեղանի խաղեր էինք խաղում, աշխատում էինք իրանց զբաղեցնել, ինքը մեծ հաճույքով այդ զբաղվում էր, հատկապես երբ որ ինքը տատիկի հետ էր զբաղվում, որտեղ իրանց կապը տատիկի հետ շատ սերտ է։ Նենց համով բաներ էր իմ տատիկը սարքում ինձ ու հիմա էլ է սարքում ու շատ երջանիկ եմ, երբ իր տուն եմ գալիս, հենց համով բաներ եմ ուտում ու մենք պապիկի հետ շատ սիրում ենք մեր տատիկի ուտելիքը։ Իսկ հետո երբ որ արդեն քիչ մեծացավ, շատացան իր գործունեության ծրագրերը, արդեն քանի գնաց ժամանակը շատ սուղ եղավ, հիմա արդեն նույնիսկ շփվելը մեր շատ կարճատև է տևում, որտեղ ինքը երբ որ գնում ենք իրենց մոտ, միաժամանակ խոսում ենք, հետո ինքը ասում է պետք է գնամ պարապեմ, անպայման պետք է պարապեմ։ Ու երաժշտությունն էս բանա, որ 1-2 օր չպարապես արդեն կորցնում ես այն հմտությունը, որը որ կուտակել է իր միջև հետ։ Դրա համար, եթե ուրիշ մասնագիտության մեջ կարող ես քեզ թույլ տալ նույնիսկ մի ամիս չզբաղվել դրանով, այդ թույլատրել է, երաժշտությունում այդ բացառվում է։ Իմ մասնագիտական դասերը անցնում են մեր կոնցերտմեյստերի հետ ու իմ մամայի հետ։ Ես կարծում եմ, որ ֆլեյտայի ընտրությունը շատ ճիշտ էր Էլենի համար, որովհետև ես որպես դասատու եւ մայր այդ սկզբնական этаպում կարող էի լիովին օգնել։ Ծնողները երաժիշտ, ես ինչ-որ չափով երաժիշտ, ցանկություն ունենք, որ ինքը երաժշտությամբ շարունակի, քանի որ արդեն մայրը պրոֆեսիոնալ դասատու էր ֆլեյտայի, իրենց ընտանիքով որոշեցին ֆլեյտա։ Մինչև այդ որոշելը ես իմ կողմից փոքր ջութակ պատրաստեցի Էլենի համար 1 քառորդ, որը ամռանը նվիրեցի, բայց արդեն աշնանին գնաց ֆլեյտայի։ Բայց հետաքրքիր այն է, որ հիմա արդեն այս հասակում բացի ֆլեյտայից մեծ հետաքրքրություն իր մոտ առաջանում վոկալի հանդեպ, թավջութակի, որոշ ժամանակ առաջ նույնիսկ սաքսոֆոն, ընդլայնվում է իր հետաքրքրությունների շրջանակը։ Չնայած որ Էլենի ճանապարհը այսօր կապված է ֆլեյտայի հետ, ես եւ հայրը պատրաստ ենք աջակցել իրեն յուրաքանչյուր ընտրության եւ որոշման դեպքում։ Էլենը շատ քաղցր, անուշ, հոգատար
իմ համար միշտ բալիկ է։ Ես տեսնում եմ օրեցօր ոնց է ձևավորվում իր բնավորությունը եւ ոնց է կանում ինքը որպես անձ։ Ինքը բացի երաժշտությունից հետաքրքրվում է հոգեբանությամբ եւ մեծ սեր է արտնացել դեպի գեղարվեստական գրականություն։ Ես վերջերս ինքն էլ իր հաղորդումներից մեկում Երևանում նշեց, որ ինքը շատ սիրում է գրքեր կարդալ, բազմաթիվ գրքեր է կարդացել, բազմաթիվ լուրջ հեղինակների։ Նույնիսկ այս վերջերս մենք Սանկտ Պետերբուրգում էինք, ֆլեյտայի ֆեստիվալ էր միջազգային։ Որտեղ Հելենը վարպետաց դասեր էր ունեցել հայտնի ֆլեյտահար Սեբաստիան Ժակոյի հետ եւ մենք ունեինք ազատ ժամանակ զբոսնելու, իրար հետ անցկացնելու եւ Երենը որոշեց ինձ տանել Մայակովսկու գրադարանը։ Ինչ որտեղ կարդացել էր, որ դա յուրահատուկ ինչ որ տեղ է։ Դրանից հետո ինձ տարավ ուրիշ գրախանութ, սրճարան, որտեղ գնեց մի 5-6 գիրք։ Ես որպես ծնող շատ եմ ուրախանում եւ որպես մասնագետ, որովհետեւ ինչքան հարուստ է քո ներաշխարը, այնքան հետաքրքիր է քո նվագը։ Ապրում ենք իր համերգից համերգ, իր մրցույթից մրցույթ, այդ մեր ուրախությունն է, մեր սպասումներն է, ու մենք մեծ ցանկություն ունենք, որ ինքը դառնա պրոֆեսիոնալ երաժիշտ եւ ինքն էլ հաճույք ստանա, մենք էլ հաճույք ստանանք, որպես տատիկ պապիկ ծնողների հետ միասին։ Տարեստարի ինքը հաջողություններ էր ունենում, որը մեզ շատ ուրախացնում էին։ Վերջապես հասանք այն աստիճանի, որ ինքը վերջերս արժանացավ Եվրատեսիլի մասնակցելու հնարավորությանը։ Դասական Եվրատեսիլը մրցույթ է, որտեղ ներկայացված են բոլոր երաժշտական գործիքները եւ կարծում եմ այդ դեպքում կարեւոր է ակցենտավորել քո ուշադրությունը շատ վստահ, վառ եւ երաժշտական նվագի վրա, ինչի ես Էլենին ցանկանում եմ։ Այս վերջերս մենք շատ տպավորված լինելով Եվրատեսիլի հաղթանակով բարբերաբար նայում ենք անընդհատ, որպեսզի մեր հաճույքը երկարացնենք։ Մենք միշտ անհամբերությամբ սպասում ենք այդ թողարկումներին, որպեսզի դիտենք, տեսնենք։ Սպասում ենք, թե հունիսի 6-ին ինչպես կավարտվի այդ իր հաղթարշավը, այսպես ասենք։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։